Ամեն մարդու էլ որ հարցնես, կյանք ուզում ես ունենալ, թե չէ, մարդու համար կյանքը քաղցր է, կուզենա հավերժ լինել, և Աստված ծրագրել է, որ մարդը հավերժ լինի, սակայն հավերժ ով որտեղ կլինի, ինչպես գիտեք կա արքայություն, Աստծո արքայություն, կա նաև հավիտենական տանջանքի վայր, կրակի լիճ, սակայն այս երկրավոր կյանքում մեր ապրածով, մեր նիստուկացով, մտածածով, ինչ ընտրեցինք, դա ցույց է տալիս որտեղ կլինենք, ինչ ենք հավանել, ինչ ենք ընտրել։ Այս հարցով մի երիտասարդ մոտեցավ Տեր Հիսուսին և հարց տվեց Տեր Հիսուսին, գրված է Մատթեոս ավետարանի 19-րդ գլխում, այդ հատվածը 19-րդ գլխի 16-ից 22 համարներում, ահա մեկը եկավ նրա մոտ և ասում էր. «Բարի վարդապետ, ինչ գործ գործեմ, որ հավիտենական կյանք ունենամ»։ Այս երիտասարդի համար էլ, թեև երիտասարդ էր, ամեն երիտասարդ մահերու է տեսնում, բայց միտքը բաց էր, հասկանում էր, որ հավիտենական կյանքի հարց կա, դա կարևոր է, փափագում էր ունենալ այդ կյանքը և հարցով եկավ Տիրոջ մոտ։ Տերը պատասխանեց. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչով բարի, ոչ մեկն է բարի, բացի միայն Աստված։ Իսկ թե որ կամենում ես կյանք մտնել, պահիր պատվիրանքները»։ Ինքը Տերը նախ ցույց տվեց, որ մարդկային կողմանը չէ բարությունը, գիտեք, այս հատվածի հետ կապված մանրամասն շատ է խոսվել, ավելի պարզ է ձեզ, այդ հիման վրա շատ չեմ ծանրանում այս հատվածի վրա, թեմայից վերաբերվող մասը ասեմ, Տերը սա է ասում, Աստծո կողմանի է մարդուն շնորհված բարի կարողություն անելը, Քրիստոսն Աստված է, գիտեք, հոգու կողման է Աստված, մարմնի կողման է մարդ, այն բարությունը, որ երիտասարդը տեսնում էր Քրիստոսում, հայտնում է Տերը, որ սա Աստվածանից է, Աստծո կողմանից էր, թեև երիտասարդը գուցե այդքան էլ պարզ չհասկանար այդ պահին, բայց հիմա մենք հասկանում ենք, որ Աստված է շնորհում մարդուն բարի կատարելու կարողությունը։ Եվ երիտասարդը լսեց այս Տիրոջից պատասխանը, եթե կամենում ես կյանք մտնել, պահիր պատվիրանքները։ Հարցրեց երիտասարդը. որոնք են այդ պատվիրանները։ Հիսուսն էլ ասեց. սրանք՝ մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, մի սուտ վկայիր, պատվիր քո հորը և քո մորը և սիրիր քո ընկերին քո անձի պես։ Պատանին նրան ասեց. այդ ամենը ես երախայությունից պահեցի, էլ ինչ բանով եմ պակաս։ Հիսուս նրան ասեց. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա ունեցածդ ծախիր և տուր աղքատներին, և գանձ կունենաս երկնքում, և եկ հետևիր ինձ։ Երբ որ պատանին այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ ստացվածք ուներ։ Տրտմեց, բայց եթե ուշադրություն դարձներ Տիրոջ ասածին, խնդրեր կարողություն, Աստվածանից տրվող մարդուն այն շնորհքը, որ որոշված է մարդու համար տուր ինձ, որ ես կարողանամ այդ էլ կատարել և կատարյալ լինել։ Բայց այդպես չմոտեցավ, նա տրտմած գնաց, որովհետև կապված էր իր ունեցվածքի հետ։ Ամեն մարդ կյանքում ինչ որ բաների հետ կապված է, ուրախանում է, զվարճանում ինչ որ ժամանակավոր այս երկրավոր բաներով, սիրտը տարված դրանով և այս կապանքը լուրջ կարող է մարդու վրա ազդեցություն ունենալ։ Ուշադրություն դարձրեք, հարցը երիտասարդի. ինչ անեմ, որ կյանք ունենամ։ Պատասխանը՝ պահիր պատվերները, թեև այս պատասխանից առաջ ասեցա Աստծո շնորհով է։ Քրիստոս Աստվածային կողման է, հոգու կողման է Աստված էր, դրա համար կարողանում էր պահել։ Այս խոսքը երբ որ պատրաստում էի ժողովուրդ ջան, հինգշաբթի երեկոյան այս խոսքերի վրա, այս հատվածների վրա մտածում էի և այդպես էլ պառկեցի քնելու, լուսաբացի կողմերը ժամը 5-ի կողմերն էր
Կես քուն, կես արթուն, երևի թե ինչ որ չափ տեսիլքի պես մի բան տեսա, տեսնում էի, որ խոսքը խոսողները վերևից, ինչ որ մի բարձր դիրքից խոսում են ժողովրդին ուղված խոսք։ Եվ մեր առաջինն էր մի անհատ կին, ոնց որ տեսնում եմ և նաև բացատրությունը հասկանում։ Ներքևում մի կին է կանգնած, այս կինը ինչ որ մի բազմության խորհուրդ ունի։ Նրա աջ և ձախ կողմերին հավատացյալ ժողովուրդներ են, որոշակի հեռացած նրանից նայում են, իրենց աչքի առաջ է այս կինը։ Եվ այս հատվածը կարդացի, երբ որ այս հատվածը կարդացի, ես այդ կնոջ չասեցի դու փրկված չես։ Այդպիսի բառ չկար այստեղ, չէ՞։ Դու փրկված չես, դու էլ փրկված չես, այդպիսի բան չկար։ Հատվածը կարդացի, երբ որ կարդացի, այս կինը տագնապեց, անհանգստացած, սկսեց գոռալ. Ես փրկված եմ, ես Հիսուսին եմ հավատում, անհանգստացած աջ և ձախ կողմն է գնում, բայց իր կողքերի կանգնած ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդը նայում են լուռ, նայում են այս մարդուն, այս անձնավորությանը և այս անձնավորությունը իր տագնապի մեջ իրենից անկախ սկսում է արտահայտել ինչ մեղքեր ունի, ինչ սխալներ ունի, իր հարբեցողությունը, իր սրտում եղող ագահությունը, հետարքիր է, որ արտահայտվում էր, թեկուզ որովհետև մի այլ բան չէր անում, բայց արտահայտվում էր, որ ինքը սրտով հարստության կապված է, ցանկությունների գերի անձնավորություն է, հանեց գրպանից ծխախոտ և կպցրեց, սկսեց ծխել իբրև թե հանգստանա, հանդարտվի և նորից շարունակում է բղավել, հայացքն ուղղելով ինձ, կարծես թե ես եմ նրան ասում դու փրկված չես, բայց իր գործեր, իր վիճակի մասին էր խոսքը, բացահայտվեց։ Այս հատվածը կարդացի, նա անհանգստացավ, իրականում նա փրկություն չուներ, մեղքի գերի մարդ է։ Բայց երբ որ սկսում էր բղավել, ես Հիսուսին եմ հավատում, ես փրկված եմ, ինձ համար ավելի անհանգստություն էր նաև ինձ հետ լինողների համար, որ նայում էին այդ տեսարանը, ավելի անհանգստություն էր այդ կնոջը նայող մյուս ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդը, որ նրա պես մեղավոր կյանքի մեջ չէին, բայց կարծես պատասխան չունեն, հարցական հայացքով նայում են մեզ, ես սպասում ենք ինչ կասենք այս կնոջը, որ ասում է ես փրկված եմ, ես Հիսուսին եմ դավանում, Հիսուսն իմ Տերն է, սառը հայացքով նայում են նրան, նա հասկանում է, որ դա չի ընդունվում այդ արտահայտությունը իրեն։ Կարծես այս խոսքն է ասում Տերը, եթե ուզում ես կյանք ունենալ, պահիր պատվիրանը, պարզ պատասխանը կա, պահիր պատվիրանը։ Եվ դու չես պահում պատվիրանը, արդար բարի կյանքից հեռու ապրում ես, դու բերանով խոսում ես մի բան, որ իրականություն չէ։ Դու ուղղակի ասում ես Աստված կա, հավատում եմ Աստված կա։ Քրիստոսին հավատացող մարդը մեղքից ազատվում է։ Այդպես չի, որ ստրուկ մնա մեղքին, գերի մնա։ Եթե ուզում ես իմանալ դու փրկված ես թե չէ, քննիր քո կյանքը, նայիր քեզ։ Պահում ես նրա պատվիրանները, թե ոչ։ Եվ ինչպես այդ տեսարանը, որ տեսնում ենք, կարծես Աստծո հոգու ազդեցություն իջել էր այդ կնոջ վրա, որ արտացոլում էր շատ նման գաղափար ունեցող ինքնախապեյության մեջ լինող մարդկանց արտացոլումներ, որ իբրև դավանում են Քրիստոս ունեն, բայց մեղավոր կյանքի մեջ են, հանցավոր կյանք են ապրում, ցանկությունների և չար շահախնդրության մեջ ապրում են, պատրաստ խաբելու մարդկանց իրենց երկրավոր բաների համար, այդ բազմության կարծես պատկերը լիներ արտացոլումը, բայց ավելի անհանգստություն այն ժողովուրդն էր, որ չէին կարողանում տեսնել, որ այս կինը ինչպես ասում է ես փրկված եմ, բայց ինքը փրկվածին վայել կյանք չունի։ Հարցական հայացքով նայում էին, երբ որ մարդը թեկուզ մեղավոր կյանքի մեջ չի, բայց չի կարողանում գնահատել Քրիստոսի շնորհքով է, որ ես արժանացել եմ մեղքի գերությունից, չի կարողում դա գնահատել, ինքը վտանգված է, ընկնի մեղքի մեջ։
նման սուտ դավանություն ունեցողին միաբանվի, այդ վիճակի մեջ հայտնվի, չի արժեքավորում ինչ գնով է ազատվել մեղքի գերությունից, միայն այստեղ ներման հարցը չի, մեղքի ծառա լինելուց ազատվելու հարցն է։ Փիլիպպեցիս նամակում երկրորդ գլխում այսպիսի խոսքեր խոսում Պողոս առաքյալը 12 համարից կարդամ մինչև 14-ը, ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդվեցիք ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով և դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը, քանի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես։ Ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի և վիճաբանությունների, որ լինեք անբիծ և անարատ որդիկ Աստծո, առանց մեղադրանքի։ Ուշադրություն դարձրեք, Պողոս առաքյալը ինչ է հայտնում, բացահայտում մեզ համար, քանի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես։ Իհարկե, որ ներգործում է Աստված մարդու վրա, որ կարողանա Աստծո կամքը ընտրի, կամենալ, Աստծուն հաճելի անել, Աստծո ներգործությունը, զորություն է պարգևում մարդուն, Աստված, բայց չի գերեվարում։ Դու չես դառնում անկախ քեզանից բարի անող, ռոբոտ, ոչ, անկասկած, քո ընտրությունը, քո որոշումը պիտի լինի։ Անկախ քեզանից դու չես դառնա բարին, Աստծո պատվերը պահող, Աստծուն հաճելին կատարող, քո կողմից անպատճառ պետք է լինի քայլ, ընտրություն, բայց եթե դժվարանում ես, խնդրես, անկասկած պիտի ստանաս։ Անհնար է, անկեղծ մարդը հավատքով խնդրի Աստծուց զորություն, շնորհք, բարին ընտրելու ու չստանա պատասխան։ Այդպիսի բան չկա։ Եթե մարդ նորից սխալ արարքի մեջ է, սիրտը սխալների մեջ չի ազատվում իր վատ արարքից, թող չասի Աստված է ազատողը, Աստված ազատում է։ Ամեն խնդրանք երբեք գետնով չի թողնի։ Մանավանդ մարդու սրբության հարցը, որ Աստծո առաջին շատ թանկ եւ արժեքավոր է։ Նույնիսկ մարդը կարող է վատառողջ լինել, խնդրի ու պատասխան չստանա կամ ուշանա պատասխանը, որը նպաստի իր սրբությանը, բայց սրբությունը ավելի թանկ է, քան առողջությունը։ Պատկերացնում եք, հոգ է անում Աստված դրա համար, անկասկած լսում է այդ աղոթքը։ Եվ եթե մենք նորից չենք դադարում մեր սխալից, ընկնում ենք մեր մեղքերի մեջ, մենք ենք անում դա, մեր ընտրության հարցն է սա։ Աստված ողորմա մեզ ամբողջ սրտով սիրենք մեր Աստծուն, ամբողջ սրտով ընտրենք նրա կամքը կատարելը, նրան սիրողը պահում է նրա պատվերը, եթե չի կարողանում, ջանք է անում, աղաչում, ծոմ է պահում, պայքարում, որ Աստծո կամքը կատարող մարդ դառնա։ Կամենալն էլ, անելն էլ։ Անելու կարողություն է հաջորդ քայլը մարդը ստանում, երբ որ աղաչելով Տիրոջը խնդրում է Տեր, ինձ ողորմիր, այս սխալ արարքը չկրկնեմ, քո կամքը կատարեմ եւ ապրեմ քո կամքի մեջ։ Քո կամքը իմ սրտում, իմ մտքում լինի, նաեւ այդ կատարելու կարողություն է ստանում Աստծուց։ Արդեն ավելի ենք հասկանում, ինչ է ասում Տերը, ինչու ես ինձ բարի ասում։ Ոչով բարի չէ, բացի միայն մեկը Աստված։ Աստվածային այն շնորհքը շնորհվում է մարդուն, հավատացողին, Հիսուս Քրիստոսին ընտրած մարդուն։ Քրիստոսին հավատացողը արժան է Քրիստոսի շնորհիվ, խաչի գործին հավատալու շնորհիվ արժանանում է այդ օրհնություններին, Աստծո կամքը ընտրի իր սրտում, հաստատվի, զորություն առնի Աստծո կամքը կատարելու, նրանով ենք արժանանում այդ մեծ օրհնությանը։ Հիշում եք, մեր Տեր Հիսուսը, երբ որ մի օր իր աշակերտներին ստիպեց նավակը նստեն եւ անցնեն ծովի մյուս ափը, իրենցից հետո ինքը միացավ իր աշակերտներին ջրի վրա քայլելով։ Հիշում եք այդ դեպքը։
Այդ դեպքը գրված է Մատթեոս ավետարանի 14-րդ գլխում 25-ից 33 համարը կարդամ։ Գիշերվա 4-րդ պահին Հիսուսը ծովի վրա գնալով նրանց մոտ եկավ։ Եվ աշակերտները երբ որ տեսան նրան ծովի վրա գնալիս, շփոթվեցան եւ ասեցին, թե աչքի երևույթ բան է, ու վախեցան, աղաղակեցին։ Հիսուսը արագ շուտով խոսեց նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախենաք»։ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասեց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով գամ քեզ մոտ գամ»։ Նա էլ ասեց. «Եկ»։ Արի Պետրոս։ Պետրոսը նավիցը իջնելով ջրի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ։ Ու տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ, եւ երբ որ սկսեց ընկղմվել, աղաղակեց եւ ասեց. «Տեր, փրկիր ինձ»։ Եվ շուտով Հիսուսն իր ձեռքը մեկնեց նրան, բռնեց եւ ասեց նրան. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Երբ որ նավը մտան, քամին դադարեց եւ նավի մեջ լինողները մոտ գալով նրան երկրպագեցին եւ ասեցին. «Ճշմարիտ դու Աստծո որդին ես»։ Ուշադրություն դարձրեք, Տեր Հիսուսը քայլում էր ջրի վրայով։ Սա ծանծաղուտ տեղ չէր, այնպիսի մի տեղ էր, որ երբ որ Պետրոսը քայլեց, երկմտեց, սուզվեց։ Ծանծաղուտ լիներ, չէր սուզվի, այսինքն որ ջրի խորությունը քիչ լիներ, չէր սուզվի։ Հիսուս քայլում էր ջրի վրայով։ Եվ այդ պահին փաստորեն փոթորիկ էր, մեծ ալեկոծում, նրանք դժվարությամբ էին նավակով գնում, բայց Հիսուս քայլում էր ջրի վրայով։ Սա սովորական մարդու բան չէ, գերբնական մի բան է սա։ Երբ որ Հիսուսին տեսան, վախեցան, նա արագ խոսեց, որպեսզի այդ վախը շուտ վերցվի իրանց վրայից. «Ես եմ, մի վախեցեք»։ Պետրոսը Տիրոջ հետարքիր ինչ մտքով կանցներ։ Եթե դու ես, ասա, ես էլ քայլեմ քո նման ջրի վրայով։ Եվ ասեց Տերը, արի, իհարկե Պետրոսին սա ասեց, աշակերտներից ոչ մեկ չի չան ջրի վրայով քայլելու, որովհետև նրանք այդ չխնդրեցին Հիսուսից, նրանց չասեց Տերը իջեք ջրի վրա քայլեք։ Պետրոսին ասվեց։ Պետրոսն իջավ եւ ջրի վրայով քայլեց, այնպես ինչպես Տերը։ Գերբնական մի բան, սովորական մարդը դա չէր կարող անել։ Ճիշտ է, ջրի վրայով քայլել։ Այդ նույն գերբնական գործողությունը Պետրոսը կատարեց։ Կատարեց պարզ տեքստից երևում է Հիսուսին հավատալու պատճառով։ Հիսուս քայլում էր ջրի վրայով։ Ասենք տեսեք, մարդիկ կարող են պարգևներ, օրհնություններ, շնորհներ ունենալ, բայց մենք չենք կարող մեր պարգևը, մեր կարողությունը տալ մեկին։ Կարող ենք մեր կարողությամբ ծառայել մեկին, օգնել, աղոթել, խրատել, բայց մի բան, որ մարդու մեջ բնակվի, ինչպես Հիսուսը տվեց այդ կարողությունը, որ ինքը քայլում էր ջրի վրայով, Պետրոսին տրվեց, եւ Պետրոսը քայլեց, մենք չենք կարող դա անել, բայց Հիսուսը անում է դա։ Մի կարողություն տրվեց Պետրոսին, որ նա էլ քայլեց ջրի վրայով։ Այո, դժվարություններ կյանքում մեզ հանդիպում են, որ մեզ համար անհաղթելի է, բայց Աստծո համար անհաղթելի բան չկա։ Անհնար է դու խնդրես Տիրոջից Աստծո կամքի համաձայն սուրբ լինելու, հաղթական ապրելու կարողություն ու պատասխան չստանաս։ Սա նման է նրան, որ գերբնական կարողություն, որ դու կարողանաս հաղթահարել մեղքը, հաղթահարել դժվարությունը, անցնել հաղթական։ Անհնար է, որ դու չստանաս։ Եթե խնդրում ես, իմացիր, որ տրվում է քեզ։ Պետրոսը նույնից նայելով դժվարություններին, փոթորկին, ալեկոծմանը, վախեցավ, վախը հակադարձն է հավատքին, վստահության։ Երբ որ վախեցավ, նորից սուզվեց։ Տերը ձեռքը բռնեց եւ կանգնեցրեց, երբ որ աղաղակեց. ինձ օգնիր Տեր։
Ամփոփ ասած ուշադրություն դարձրեք։ Մարդու համար Աստծո պատվերները պահելը դժվար է, անկարելի է, չէ՞։ 10 պատվիրան, եթե մեկն էլ խախտես, օրենքի դեմ պարտական ես, սակայն Աստծո առաջին անկարելի բան չկա։ Քրիստոս մեր մեղքերի թողություն շնորհող, որ իր խաչով իր վրա կրեց մեր հանցանքների պատիժը, նա ոչ միայն մեր փրկության գործը կատարեց, նա մեզ արժանացրեց Աստծուց ստանալու այն շնորհն, այն զորությունը, որը բնակվում էր նրանում։ Նա տալիս է այն, ինչ որ ունի, մեզ համար տալիս է կարողություն, ինչպես Պետրոսին տրվեց գերբնական կարողություն ջրի վրայով քայլելու, ինչպես Պողոսն է ասում, կամենալը եւ անելը Աստվածանից է։ Նախ այս խոսքերը վստահություն են, որ եթե մի սխալ կա, որ ես դժվարանում եմ հաղթահարել, Աստծո համար դա դժվարություն չի ինձ սրբի, ինձ մաքրի։ Խնդրեմ ամբողջ սրտովս, Տեր, ինձ մաքրիր այս սխալ արարքից, սխալ բնավորությունից։ Բայց եթե ես այդ մեղքի մեջ եմ, ուրեմն ընտրել եմ։ Ինչպես որ ես պատմեցի այն տեսարանը, որ աչքերիս առաջ էր, ժողովուրդը նայում էին այդ կնոջ, ասում են, ինչու եղբայրները այս կնոջ դավանանքը չեն հաշվի առնում, ասում են, ես Հիսուսին եմ հավատում, ես փրկված եմ։ Փրկված մարդուն հետևում են հավատքի գործերը։ Հավատքն առանց գործերի մեռած է։ Եթե մարդը ապրում է անիրավ կյանք, խոսում է նրա մասին, որ նա ուղղակի հավատում է, որ Աստված կա։ Հիսուսն աշխարհի փրկիչն է։ Այդ դևերն են հավատում եւ սարսափում։ Ինչ օգուտ, եթե այդ հավատով Քրիստոսի հանդեպ եղող հավատքով չի առնում նրանից սուրբ կյանք ապրելու կարողությունը, չի ընտրում, որ առնի։ Եթե ընտրի, կարողությունը կհաստատի, կամենալու կարողություն կտա, եւ երկրորդն էլ, երբ որ ընտրեցիր Աստծո կամքը կատարելու, հաջորդ քայլը կստանաս։ Ինչպես Պետրոսը քայլեր ջրի վրայով, քո դժվարությունը քո ոտքի տակ կլինի։ Դու կհաղթես մեղքին։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Մարդիկ տեսնում են իրենց սխալը, ընտրել են իրենց սխալը, բայց ուզում են ինքնախապեյության մեջ գնալ։ Շատ մարդիկ դրանից դրդված հասկանում են, օտար քարոզներ պետք չի լսել, դա ինքնախապեյության է տանում, բայց հավանում են, ինչու, որտեղ իրենց սրտին հաճելի են, այս բաներ են ասում, խիստ պահանջ կարծես չի։ Բայց հիշեք, Աստծո ժողովուրդ, մեր անհանգստությունը ձեզ համար սրանում էր, որ ինչու նայում են այդ սուտ դավանություն ունեցողին, բայց կարծես հարցական հայացքով պատասխան չունեն, հիմա հետարքիր է այս մարդու հետ ինչ կլինի, ինչու եղբայրները չեն ասում, այ ապրես, որ Հիսուսին հավատում ես, դավանում ես, որ Հիսուսը քո փրկիչն է, ուրեմն դու կապրես, ինչու չեն ասում։ Հիսուսն արդեն ասեց, ուզում ես կյանք ունենալ, պատվիրանը պահիր։ Ասեց Տերը, պատվիրանը Աստծո զորությամբ կպահես, բայց պետք է պահես։ Եվ փափագիր, խնդրիր Աստծուց այդ զորությունը։ Հիմա էլ մենք խնդրենք, թող Տերը մեզ օրհնի։ Ուզում եք կյանք ապրել, այս ճանապարհն է։ Քրիստոսին հավատալով հաղթական կյանքի մեջ գնանք, մեղքից ազատ ապրելու։ Մեղքի ծառա ես, թեգուզ Աստված աղոթքդ կլսի, ողորմություն կանի, կօգնի, սակայն մեղքի ծառա մնացիր, հավիտենական տանջանքի վայրն է սպասվում։ Կյանք չի արժանանա կյանքի։ Պարզ պատասխան։ Աստված ձեզ օրհնի, աղոթք անենք։